Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել ենք իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանի հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք Վարդանյանը հայտարարագրել է մի անձնասեփականությամբ մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա գնել է 2010 թվականի հունիսի 2-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա ԿՊԱ-կան падգամավորը չի հայտարարագրել։ Ծովինար Վարդանյանը Հայեկոնոմ բանկում ունեցել է 31 միլիոն 560 հազար դրամ փոխառություն 10.5%-ով, որը տարեվերջին պահպանվել է։ Իշխանական падգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 288.199 դրամ, տարեվերջին 2 միլիոն 260.403.9 դրամ։ Կանխիկ միջոցներ ԿՊԱ-կանը չի հայտարարագրել։ Հաշվետու տարում Վարդանյանի եկամուտները կազմել են 12 միլիոն 347.459 դրամ, որից 9 միլիոն 977.170 դրամը ազգային ժողովից ստացած աշխատավարձ է։ 2 միլիոն 370.289 դրամը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 միլիոն 767.083 դրամ։ Վարդանյանն իր եկամուտներից 5 միլիոն 293.994 դրամը հատկացրել է վարկի մարման ուղղված վճարումներին։